Պարոն Կարապետյան, Վլադիմիր Պուտինը մինչև Շուշիի հանձնումն էր փորձել կանգնեցնել պատերազմը մի քանի անգամ, այդ մասին նա հայտարարեց։ Դուք գոնե ժամկետների առումով կարող եք ասել, ինչն էր դեռ մեր տիրապետության տակ, ինչն էինք կորցրել, ինչը չէինք կորցրել, ժամկետների առումով, ես ուզում եմ հասկանալ գոնե ինչը կարող էինք փրկել, եթե ձեզ լսեր թեկուզ։ Եթե ինձ լսեր, Այո։ Մենք կորցնենք, եթե առաջի անգամ ինձ լսեր։ Այսինքն մի քանի անգամ։ Մի քանի անգամ եղել է։ Մենք կորցնենք ընդամենը 3 շրջան, պատերազմը կանգներ Ֆիզուլիում։ Բայց ինքը մեծամտաբար համարում էր, որ մենք հաղթում ենք։ Ինչի համար պետք է կանգնեցնենք, եթե մենք հաղթում ենք։ Եթե ինքը ինձ լսեր, հաստատ մենք չէինք կորցնի Շուշին։ Այսինքն, ես նորից եմ ասում, չեմ ուզում մանրամասներին անդրադառնամ, բայց ես գտնում եմ, սկզբից ինքը շատ մեծամիտ ձևով իրեն պահեց, միգուցե իրեն էլ են խաբել ու հավատացրել, որ մենք իրոք հաղթում ենք, բայց հետագայում արդեն գնաց ամբողջությամբ սխալ ճանապարհով։